եկել ենք տենանք ինչ է կատարվում պատարակից 1 օր առաջ, ով է պատարակը մատուցելու։ Չգիտենք ազատ։ Մասնակցելու եք դուք։ Չէ, ով կթողի, ինձ տեղ չի լինի ստե։ Ինչի։ Որտեղից են 10-15000 մարդալու։ 15000 մարդ։ Այո։ Այդ որտեղից են այդ կան գալու։ Ռուսաստանից։ Բայց ով պատարակը կմատուցի։ Ինչ իմանամ։ Բայց ինչ Արամ ով։ այն մի կանանց տեղ է, ասել էր ես բան։ Յողոր փակվում է դուրս արեք։ Տեր Արամ, վաղ այստեղ դուք եք պատարակ մատուցելու։ Այո, ես եմ պատուցել։ Տեր Սարգիս հա մյուս հոգևորականն ասել էր, որ երեք ինքը Նյուզեյմին ասել էր ես եմ ինքն է բան անելու մատուցելու Դե որ պատարակ։ ասելա, տեսնենք էլի։ Եթե ասելա, ուրեմն մի բան գիտի։ Հիմա դուք եք մատուցելու թե Մինչև այս պահը գիտեմ, որ ես եմ մատուցելու։ Բայց եթե Տեր Սարգիսը նոր ինֆորմացիա ունի, որին որ ես չեմ տիրապետում, խորհուրդ կտամ կիսվի ինձ հետ։ ինչ ինֆորմացիա կա։ Որ եթե ինքն է մատուցելու պատարակ, ուղղակի բան չի ասել ինձ։ Ես էլ տեղյակ չեմ, որ նման բան է ասել։ Նա երեք է ասել։ Հա, ուշադիր չեմ եղել, չեմ լսել։ Դուք պնդում եք, որ դուք եք մատուցելու։ Չեմ պնդում, ուղղակի գիտեմ, որ ես եմ մատուցելու։ Պարզապես Մայրաթորը հայտարարություն է տարածել իրավապաներին է դիմել, հորդորում է, որ ձեզ թույլ չտալ հոգեկորցման, հա, այդ ձևակերպում էին օգտագործել հոգեկորցմամբ զբաղվել։ Հոգեկորցմամբ շատ հետաքրքիր բառ են օգտագործել։ Պետք է անդրադառնալ այս ամեն ինչին։ Ինչին։ Հոգեկորցման բառին։ Դեռով է հոգեկորցմամբ զբաղվում, պետք է անդրադառնանք, հասկանանք իրականում։ Քանի որ իմ կարգալուծության հիմքերը չկան, նորից եմ ասում, որ այն ամեն ինչ որ եղել է չեմ ընդունել, չեմ ընդունում, չեմ էլ ընդունելու։ Հետևաբար ինչ որ անում եմ, չեմ փոշմանում դրա համար։ Վաղը դուք բացառում եք, որ այստեղ կարող է բախում լինել, ինչ որ խնդիր։ Բացառում եմ, որ կարող են բախումներ լինել, որովհետև հավատում եմ, որ իմաստուն կգտնվեն։ Բայց որ Նիկոլ Փաշինյանը գա իր աջակիցները, ձեր կողմնակիցները, հետո մարդիկ, որոնք դեմ են արդեն ձեզ քահանա չեն համարում, ինչ տեղի կունենա։ Ոչ մի բան տեղի չի ունենա։ Ես սիրում եմ բոլորին, որ բոլորի համար եմ վաղ աղոտ կանելու, որ առհասարակ հայոց աշխարհում բախումները վերանան։ Այսքանը փակում եմ։ Ես կներեք, էլի տարածքը պետքա փակեմ եկեք։ Եվ դուք այսօր տեսանյութ է մի տարածվել, դուք այդ տեսանյութը տեսել եք, այո, վերագրվում է Արշակ Սրբազանին, տեսել եք այդ տեսանյութը։ Համասեմ տեսել եմ, համել ասեմ չեմ տեսել։ Ինչ ասեմ, չգիտեմ, մեկնաբանություններ չունեմ, երևի թե Մայրաթոր Սուրբ Էջմիածինը ինքը պետքա մեկնաբանություններ տա այս ամեն ինչին։ Ինչ գնահատական ունեք, որ նման տեսանյութ է տարածվում։ Գնահատականներից էլ զերծ կմնամ։ Զերծ կմնամ, թող գնահատական Մայրաթոր Սուրբ Էջմիածինը տա։ Չեք աջակցի գոնե, հա, հոգևորականին։ Այդ տեսանյութի հետ կապված որևէ բան չեմ կարող ասել։ Ինձ թվում է, որ Մայրաթոր Սուրբ Էջմիածինը պետքա որևէ բան ասի։ Ես վերլուծություն չեմ անի։ Իսկ ինչու է լռում Մայրաթորը։ Լռում է։ Ճիշտն ասած տեղեկացված չեմ, դե չգիտեմ ինչու է լռում։ Իսկապես չգիտեմ։ Վաղը վարչապետի այց լինելու է այստեղ վերջնական տեղեկություն ունեք։ Չէ, չունեմ վերջնական, բայց կարծում եմ կգա։ Կտակ սա։ Կտակ։ Եվ ինչ նպատակով են այսքան ոստիկաններ այստեղ հավաքվել, ինչ են փորձում անել։ Աղոթելու ժամանակն է։ Բոլորն էլ պետք է սկսեն աղոթել, եկեղեցի գալ շուտ-շուտ, հետ այսու, եւ մենք պետք է ավելի հոգեվոր Հայաստան ունենանք։ Հաճախ էին ոստիկանները գալի այսքան մեծ Մինչև այդ էլ բոլոր, այսպես ասեմ, տարբեր գործունեություն ծավալող հասարակության մեջ տարբեր դիրքեր, պաշտոններ զբաղեցնող մարդիկ միշտ էլ հովանավանքում եղել են։ Այսինքն բարեկային մեքենաներ 3-4 սաատ աշտարակի ոստիկանապետը բոլորը եկել են աղոթել։ Ուղղակի ինչ կան գալիս եմ իրանք եկել են այստեղ աղոթել։ Հիմա կարող է իրանք էլ զարմացած են, որ դուք եք եկել։
Նորմալ է, թող կան գնան, ինչ կլինի։ Հայկ ջանեսի վեր դնենք։ Դուք հրավիրել եք իրենց։ Նարեկ, չէ, ճիշտ եմ հիշում։ Նարեկ ջան, ամենայն հարգանքով էլ եմ ասում, ձեզ շատ եմ հարգում սիրում, բայց թույլ տվեք իմ իրավունքներից օգտվելով հարցազրույց չտալ։ Շատ լավ, դուք այս հարցին եք խնդրեմ պատասխանել, դուք եք հա հրավիրել իրենց թե Ոչ։ Ինձ թվում է Աստված է հրավիրել։ ոստիկաններին Աստված է։ Այո, այդ մտքին եմ։ Դուք եւ հիմա շարունակում եք պսակադրություն, մկրտություն եւ այլ Այո, շարունակում եմ, ժողովրդի համաձայնությունը տալիս է, ասում եմ, որ ինչ որ արել է Մայրաթոր Սուրբ Էջմիածինը, դա մեզ չի հետաքրքրում, մեր քահանան դուք եք։ Ասացին քպականի եք պսակել, այսինքն քաղաքական ինչ որ երանգ տեսան։ Չէ, քպական չեն եղել։ Կարող է 3 կամ առաջի օրվան եղած լիներ, բայց այսօրվանը հաստատ քպական չէին։ Քոչարանական էին, կներեք։ Այսօր Այո, իրենք ասեցին։ այո։ Եկան ասեցին Այո, ասեցին մենք բանը հարում ենք այդ կուսակցությանը, բայց եւ նաեւ ուզում ենք որ դուք լինեք։ Եվ դուք վկայական տալիս եք թե Դրա մասին չեմ ուզում որևէ մեկնաբանություն անել։ ինչու, բայց չէ որ պսակադրությունից, մկրտությունից հետո չէ, բայց հիմա օրինակ ուզում են գալ լավ, ես ուզում եմ գալ այստեղ պսակադրվել, դուք ինձ տալու եք։ Հենց գալու լինեք, ես հիմա եկել եմ, հիմա եկել եմ, ասեք։ Աստվածա է թուղթ է ուրիշ բան, աստվածա բախտավորելն եք, ինչ թուղթ ես ուզում։ Դուք վաղը լինելու եք այստեղ։ Ես ամեն օր ես աստեղ եմ, ես Ալբերտի ցիգան եմ, որտեղ մութը տալիս է Ես մեր քնեմ։ մոտ մեզ հարցնում ես դելնելու եք թե չէ։ Ձեր արում խնդրեմ այդ հարցին Ջան, պատասխան։ գնացինք, բոլորիդ բարի գիշեր եմ մաղթում, ապրեք։ Պատարակը քանիսին է, 11-ին ձեզ էլ հրավիրում եմ ձեր ընտանիքներով, որ գաք պատարակին մասնակցեք, աղոթենք, խոսենք Աստծո հետ, որ մեր կյանքում ամեն բան լավ լինի։ Դուք էլ ձեր այս զբաղվածության մեջ կարծում եմ, որ պատարակների համար քիչ ժամանակ եք ունենում, բայց հոգևոր կյանքը ձեզ էլ է պետք, քանի որ անընդհատ կոնֆլիկտներ եք տեսնում, մարդկանց հետ զրույցներ եք ունենում, միգուցե դրանից ձեր տրամադրությունն է ընկնում, առողջությունն է վատանում եւ դուք էլ Աստծո կարիք ունեք, այնպես որ կուզենամ ձեզ շարունակում եք կարկալու։ գնացի, հաջողություն ձեզ։ Անջան, անջատած երկու բարձարը, անջատած, անջատած, Անջան, անջատած երկու բարձարը, անջատած, Վաղը պատարակի կմասնակցեք։ Անպայման ինձ մի հարցազրույց տարի, խնդրում եմ, արդեն գժվել եմ ես։ Ձեր այդ լրագրողների ձեռը մի ամիս ուղակի գժվել եմ։ Մի ամիս գալի ձեզ են խոսած։ Այո, ես ամեն օր էլ պատարակին մասնակցել եմ ու կմասնակցեմ։ Այդքան ուղիղ էկրանը տարենկով ինձ մի կարա։ Էկրանը հեռու է, իսկ ով է պատարակը մատուցելու։ Տեր Արամը, ով միշտ մատուցել է։
Իսկ Տեր Սարգիսը գալիս գնում է, թե չէ։ Ես չեմ գիտեմ ոչ մի բանից խաբար չեմ։ Տեղյակ չեմ։ Տեր Սարգիսը կգա, Տեր ով կգա։ Մայրաթորի որոշումը չընդունեցիք։ Ես չէ ոչ մի բանը չեմ ընդունում։ Ես կենզի չեմ ընդունում։ Առաջինը մայրաթորն է կարգալուծելը։ Մայրաթորի այդ որոշումը, որ կարգալույց էին արել Տեր Արամին, ընդունեցիք թե ոչ։ Ես չեմ ընդունել։ Կարգալուծ իրանք են առաջին նոր Տերարամը։ Կմասնակցեք վաղը պատարագ։ Անպայման, անշուշտ։ Բայց ասում են Տեր Արամը չի կարող մատուցել այդ արարողությունները։ Երեսի Մերոնը գնացել է։ Հա? Մասնակցում են պատարագի, Մերոնը կարգալուծելած չի լինի, քանի որ մարդը եթե օծված է կարգալուծ չի կարա լինի։ Առաջինը իրանք են կարգալուծը։ Դե կաթողիկոսն ասեց կարգալույց եմ արել։ Եկելնի կաթողիկոսին կարգալուծանի։ Ինչի՞ բա։ Թղթի վրա է։ Երեխին կնքեն։ Հավես չունեմ ինձ, երեխին կնքեն Մերոնը վրից քերում են, որ անկնում կլնի։ Դա մտաբախություն չունեք, որ վաղը գան եւ օրինակ Փաշինյանը իր աջակիցներով մյուս կողմից գան մարդիկ բախում բան լինի։ Բախում խի է լինում։ Թե ովքեր որ 27-ին սպանեցին ջարդին թափին բախում չելավ։ Մարտի 1-ին ջարդին թափին նոր պետք է բախումը լինի։ ովքեր որ Տեր Արամին դեմ են, գան բախ։ Ոչ մեկն էլ դեմ չեն։ Դա մինչև 18-ը եկեղեցին չի ճանաչում որպես եկեղեցի։ Տեր Արամն եկավ արդեն եկեղեցին ճանաչեցին։ Այս քանի օրը գյուղում ինչ վիճակա շատ են գնում գալիս։ Շատ լավ վիճակ է մեր գյուղը պատրաստ է Տեր Արամին ընդունելու։ Իսկ այս ոստիկանները ինչքան ժամանակավոր ստեղ մնում են ամեն օր։ Ես դա չգիտեմ, ես ոստիկանների տնից չեմ եկել։ Դժվար չլինի քան հարց են տալու խոսում, մեղա ասու։ Հա, хорошо։ Որ ժողովուրդը գալիս է ստեղ ընկնում էին, չէին կարող է 2-3 հոգի մտնեին եկեղեցի, հա, բայց ոնց Տեր Արամը եկել է, ոչ թե ինձ հարազատ կամ բան, այդ մարդից հետո այս եկեղեցին հավաքվել են մարդիկ, ոնց որ մի տամպես են ախպեր ջան, մնացածը մենք ուրիշ բան չենք ուզում, ես կառավարությունից էլ, մեր այդ սրբազանից էլ, մեր Տեր Արամը մնա իր տեղում, դրան սկի համաներում չկա, քենեթի սպանությունն առ է այդ մարդը, ներքին ձևով չկա այդ կուխնյաներում ներում, կախախան են ուզում տան, թու կախեն, պրզնենք, պետք է ելնի Տեր Արամը և վերջ, մեր սաղ համայքն էլ, կողքի գյուղերն էլ, քաղաքն էլ սաղ զանգում են, նեղվում են, իրանց աշկիտեմ Տեր Սարգիսի եկան, մարդիկ ասի, յանի ինքը բանա, ինչա լուծա, կարգալուծա, ասին, քո գործը չի, մենք կարգալուծը ավելի լավ մեզ թող օծիկ հաստե դուք, հիմա դրանից հետո ինչ են ուզում, մենք մեր համայնքով ուզում ենք, որ մեր Տեր Արամը ես պետությունից կամ սրբազանից ինչ ենք խնդրել, փողովա թող ծախեն առնենք, իրանց մոտ է փողը միշտ, այդ վերին խավերի մեջ, մենք փողով բան ուզել ենք, մի հատ սրբազան Տեր Արամ ենք ուզել, համաներում չկա նրան, չէ գնդակարումը թող գնդակարեն պրզնենք, մենք են հանգստանանք չկա մեր գյուղը սենց ոտքի կանգնած։ Մինչև վերջ կայնած է մենք չենք կրում, նույն լեզվով խոսում ենք, իրանք էլ են մեր ազգի ինչ տարբերություն, գեր ջան։ Մենք ինձ մարդիկ ինչ ենք ուզել, մի հատ սրբազան Տեր Արամ։ Ուրիշ ինչ կոնֆլիկտ կա, դուք եկել եք ստեղ կանգնած եք, մեկը վեճ տարել է ստեղ, չէ։ Նա վաղով է պատարակը մատուցել։ Տեր Արամը, Տեր Սարգիսը չի գալիս։ Տեր Սարգիսը կարա իրավունք ունի գա մտնի ելնի, Տեր Սարգիսի հետ ենք մենք տալիս առնում, բարև, վայլուս, նույն մեր իրի սրբազանն է, ինչ տարբերություն։ Այդքան բան։ Իսկ վաղը կարող է այստեղ բախում բան Ինչ լինի։ բախում որ այդքան գան, բան։ չթողեն Տեր Արամը։ Ես յո Սիցիլիան չի, հա, որ իրանք ագրեսորներ չգցեն, նրանցից տենց պատկերացրել շատ խելացի ժողովուրդ են սաղել, ես հավատացյալ ժողովրդի բախում ու
Ումն է ստենում, ասենք, մեկը հարբած լինի, ասենք, տրամադրված, դու տեսել ես այդ տիպի, քանոր ես գալիս այստեղ։ Շատ շնորհքով հավատքի մարդիկ են ժողովուրդ։ Դաժե մի բաժակ խմած իրանք եկեղեցի էլ չեն մտնում մեր ժողովուրդ, ինքան հավատած։ Այդ անարեք ջան ընդհանուր առմամբ։ Ուրիշ բան ինչ ասեմ, մնացածն էլ Աստված իրանց հետ ծաղի։ Եթե համաներում ընտրան ինչ մի դժվար բան է, ասենք մի հատ տեր այդի չկա, եթե ապացույցներ ունեն կամ վեհափառը մի օր փառք էս մեր եկեղեցիներին մի օր հելներ գար նախորդ ասեր արեք հարգելի հավատացիան էլ ինչի իր հավատքը ուրիշա մերը ուրիշա թե ինքը մեզնից ազիզա թողնի գասի ժողովուրդ ջան սենց գալատ հարեց ձեր սրբազանը կարելի է նակազատանել մի թողեք մեզ էլ հոգեպես լցեր մեր նստին դեմ ինակ փող կարփի Տեսեք, եթե ամեն ինչ այդքան լավ է, այսքան ոստիկան ձեր գյուղում ինչ անում, միշտ չի եղել, չէ՞։ Այ լուբոյ կառավարության աշխատակի, եթե լուբոյ երկրի ղեկավար տեղայթու մի շաբաթ առաջ գիտեն, այդ իրաց կառավարության օրենքներն այդ մենք ես ու դու ինչ գործ ունենք։ Այսինքն Փաշինյանի այցով է սա պայմանավորված, թե այս լարված իրավիճակը։ Չէ, ամր ղեկավարը գալիս է տեղայթու պետք է ասենք վացակարգ է շատ գիտեմ այդ օրենքներից ո՞ր խաբը։ Թե չի էս ինչ լարվածություն։ Էնելա հավատացյալ ես էլ պետք է կանք ժամի դեմ իրար ինչ պետք է ասենք։ Այդ մարդն էլ այ նույն պետք է հավատքի մարդն է կարող է մուսուլման ասեմ կզի ես պետք է կայնած մնա։ Այդ ամառ ջան ընդհանուր առմամբ ժողովուրդին բախում դժվար է լի ոչ էլ ցանկություն կա մեկը բախման հանդիսանում։